Կառավարության ծրագրի ներկայացմանը հետևում եք ազգային ժողովը։ Այո։ Կա ինչ-որ բան, որը ձեզ ավելի է տպավորել կամ հակառակը։ Չէ, դրանից լավ ծրագիր ես չեմ հանդիպել։ Կառավարության ներկայացվող ծրագրին հետևում եք։ Ես չդակ օդար եմ, ասում եմ։ Ճիշտն ասած, ես ընդհանրապես քաղաքականությունից չեմ հասկանում, կներեք։ Կլինի չպատասխանեմ, հետևում եմ, որտեղ պետական հիմնարկի աշխատող եմ անպայման։ Ազգային Մենք չենք հետևում ազգային ժողովի մեր տարիքը ինչի որ հետևենք։ Իսկ ընդհանուր ծրագրերին ինչպիսի ծրագրեր են ներկայացնում։ Չէ, չենք հետևում, չգիտենք։ Գիտես Ալվա։ Դուք Չգիտենք։ Չէ, ճիշտն ասած չեմ զբաղվում, բայց գոհ եմ հիմիկվա իշխանությունից, որտեղ ահագին փոփոխություններ կա դեպի լավը։ իսկ ընդհանուր ծրագրերին ծանոթ եք իրենց ներկայացում։ Որոշ չափով հա։ Կան, որ ձեզ համար լավ են կամ հակառակը վատ։ Չէ, ճիշտն ասած ամեն ինչն էլ ոնց որ իմ սորտով է, օրինակ ես ինչը որ տեղյակ եմ, ինձ թվում է լավ է լինելու։ Չէ, ոչինչ չեմ կարող հիմա ներկայացնել ես ասչան։ Մեկ-մեկ հետևում ենք, չգիտեմ, դեմ չեմ կառավարության այսօրվա, ես դեմ չեմ, ի սկզբանե իրանց կողմնակից եմ։ Իսկ բոլոր ծրագրերը հավանում եք իրենց։ Հայաց, դե բոլորը ոնց կարան մարդիկ գոհ լինեն, երբեմն դժգոհել են լինում։ Կառավարության ծրագրի ներկայացմանը հետևում եք Որոշ մասնակիորեն այո, որոշ չէ։ Ինչ տպավորություն ունեք։ Իմ տպավորությունները կուզենամ, որ օրինակ մեր կառավարության ընդհանուր օրենքների մեջ ներառեին աստվածաշնչյան օրենքներ, որը որ Աստծուն հաճելի կլիներ։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դատարաններում, հիվանդանոցներում, տարբեր տեղերի հյուրանոցներում դրված են աստվածաշունչ եւ կառավարության դատավորը, որ դատում է, ըստ աստվածաշնչի է փորձում դատի, որտեղ ինքը գիտի, որ իր դատաստանը Աստծուց է լինելու։ Դրա համար մեր այսօրվա մեր խնդիրը կառավարության ուզենայի, որ շատ աստվածաշնչյան հիմքի վրա ստեղծեն օրենքներ եւ իրանց ծրագիրը, որ Աստված էլ օրհնի։ Եթե չունենք մենք Հիսուս Քրիստոսին չենք ընդունում որպես մեծ Տեր ու Փրկիչ, չենք ապաշխարում ազգովի, մենք մեր ազգում օրհնություն չի լինի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց դրանում է օրհնված եղել իր դարերով եկած, որ հետևել են Աստվածաշնչին եւ ապրել են այդ կանոններով։ Հետևում եք կառավարության ծրագրի ներկայացմանը ազգային։ Դրանցից ոչինչ չեմ ուզում լսեմ։ Այսօրվա դեպքում ոնց ասեմ, կոպիտ ասած հեսա շատ դեպուտատների կալանավորեն։ Իսկ դա դա մենակ Քոչարյանին կալանավորեն, բամիսներին հեսա կալանավորել են։ Երկիրը ծախում են, երկիրը ծախում են։ Ես կրվող տեղեր գիտեմ ու ես լավ գիտեմ, երկիրը ծախում են։ Ու կլսեք մի 2-3 տարի հետո մենք հայրենիք չենք ունենա։ Ես կամ բան կասեմ, մենք հայրենիք չենք ունենա, ջահել եք չեք հասկանում, հայրենիք չենք ունենա։ Իսկ եթե հայրենիք չունենա, մեր ժողովուրդը չի հասկանում, մենք հայրենիք չենք ունենա։ Ոնց Նախճիվանը հանձնեցին, ոնց Ղարաբաղը հանձնեցին, հիմա Գորիստ էլ կհանձնեն, նա էլ կհանձնեն, վերջը կասեն գիտես ինչ կա, 240 կիլոմետր, Երևանն է, Ալիև ասում են ես ուզում Սևանի ափին բան ունենամ, հանգստյան տուն ունենամ, ոնց է, կլնի դրամը, ուր Արտվաշենը, Արտվաշենն էլա չէ Հայաստանի տերիտորիան, խիչ են պահանջում Արտվաշենը։ Բայց փոխարենը Տիգրանաշենը ուզում Ոչ, հա, որտեղ դա փոխարեն Տիգրանաշենն Հայաստանն է, իսկ Արտվաշենը, որը ամբողջ Մարտունու շրջանի մեծ տարածքը, չափով տարածք է, խի Արտվաշենը չեն պատահել, չեն պահանջում։ Արտվաշենը չեն պահանջում։ Արտվաշենը հենց Հայաստանի տերիտորիա է համարվել։ Մենք ունենք մի հատ Ռոզնու խմբագիր, Արամայիս Սահակյան, ինք Արտվաշենի ծնունդ է, այդ Արտվաշենը իր հայրենիքն է, ուր է Արտվաշենը, չկա չէ, չեք ասում, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից սկսած, կառավարությունը գնում է, երևեական մաղբեա է,
Եվրեական մաֆիա ես չեմ հրաժարվում դրանց ասելով ու ապաշկարել ասեմ։ Գիտեք ոնց է եվրեական մաֆիա։ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը եվրեյ է, Համբարձում Գալստյանի կինը եվրեյ է։ Այն ժամանակվանից եվրեյները ստեղծել են 15000 թվականի կոտորածը ստեղծել են։ Ով է, Էնվերը, Քամալը, Աթասուկը, Կարաբեկիր Փաշեն, ովքեր են եղել, ազգության Սալոնիկի քաղաքում ծնված եվրեյները։ Լենինը ով է, եվրեյ է, Բոժ Բրևիչի եղբայրները ովքեր են, եվրեյներ են, Կամենինը ով է, այն ժամանակվանից Հայաստանը ծախել են։ Դուք մենակ ասում եք ես, գիտեք ինչ կա, մենակ թուրքն է մեզ գնում, եւ որ թուրքը մեղ չունի։ Ղեկավարությունը, որը ուղեղ են, ովքեր են։ Ոչխարի պես ժողովուրդը, քուրդը, ոչխարի ժողովուրդ, ինչ կարող անել։ Եթե իրանց ղեկավարները բան չլեն, գերմանացիների ղեկավարները, եվրեյական ղեկավարները, նույնն էլ 18 թվականին Շամխորի կոտորածը, ով սարքեց, ռուսները։ Դուք եք ասում մենակ թուրքն է կոտորել, խի ռուսները միլիոն ու կես հաչ են կոտորել։ Սա գիտեք ինչ է կոչվում, ոնց են ասում, այս ճանապարհը ոսկե հորդանի ճամփան է կոչվում, ոսկե հորդանի, որ ես գնացել եմ մինչև Հնդկաստան, այս ճամփեն է կոչվում, այս ճամփեն իրանց պետք է, կլսեք կիմանաք, հանգած Նիկոլը Թուրքիայի հետ, ու բանն է, Թուրքիայի Ադրբեջանի հետ, մտնում են մինչև Կովկաս թուրքը մտնում է, մինչև Կովկաս, այո Հայաստանը մի հատ փոքր պետություն է այդքան կդիմանա, կդիմանա, հարցնում եք այս ժողովուրդը, մեր կրվող տղերքի սաղին տանում կալանավորում է, ինչի համար,